Սաղմոս 139 13-ից 17 ասում է որովհետև դու ինձ ստեղծեցիր իմ երիկամունքներում եւ ծածկեցիր ինձ մոր որովայնում գոհանում եմ քեզանից սա թող դառնա մեր աղոթքը կարակ ես խոսքը վերցնեք կպցնեք հայելու կողքը ինձ լավ կլինի գոհանում եմ քեզանից որ ահավոր եւ զարմանալի կերպով ստեղծվեցի զարմանալի են քո գործերը եւ իմ անձը լավ հասկացել է իմ ոսկորները չծածկվեցին քեզանից երբ որ ես ստեղծվեցի ծածուկ տեղը երկրի խորություններում ճարտարությամբ կազմվեցի քո աչքերը տեսան իմ կերպարանքը դեռ անպատրաստ եւ քո գրքում գրված էին այն բոլոր օրերը որ լինելու էին երբ որ նրանցից մեկը դեռ չկար քանի պատվական են ինձ համար քո խորհուրդները ով Աստված քանի մեծ է նրանց թիվը ոնց է փառաբանում Աստծուն իր հետ կապված ես էլ եմ մեկ-մեկին վրա զարմանում ինձ հարցնում են ընդհանրապես ես մարդկանց նման խոսում եմ էլի մարդկանց նմանակում եմ եղելա որ զանգել եմ ժամերով խոսացել եմ իրանց հետ չեն հասկացել որ ես այդ մարդը չեմ ինձ գործեր եմ արել մանավանդ բանակում ինձ բանը զանգել եմ հրամանատարի ձենով հրամաններ եմ տվել սա կատարել եմ ինձ գալիս են ասում են դու ո՞նց ես դες բան կարացի անես ասում չգիտեմ Աստված դրել ասում են ո՞նց է նույնիսկ բերանով երաշտական գործիքների ձայներ էի հանում հիմա էլ եմ հանում էլ չեմ հանում եւ այլն մեկի ասում դու ո՞նց ես կարում ինչ պարապում ես ասում չի ես զգում եմ որ հեսա դուրս կգա այդ ձայնը մեջից ու մի անգամից դուրս է գալի դրա համար նայում եմ ասում Աստված ջան ինչի ես էդ ինձ ինչի որոշեցի որ ինձ ստեղծես փոքր ժամանակում կենթանիներից սկսել եմ էսի ոնց է անում իրա նման եմ արել հետո մարդկանց հարցնում են էս մարդը ոնց ար ու սկսել են ծիծաղել որ ես իրանց նման անում եմ կերպարանքով տեսքով հետո եղել է ժամանակ որ նկարներս հիմա նայում եմ այդ շոուների բաների ժամանակ հստակ այդ մարդուն եմ նման նույնիսկ ասենք երկրի նախագահի նման եմ արել նախագահի այդ նկարս կա նայում ասում ումա նման ասում երկրի նախագահի ասում բայց այնց այդ պայն իրա նման էի խոսում ավելի մտերմիկ շրջապատում խոսամ տեսնեք ասում Աստված ջան այսինքն դա ինչ որ բան է տաղանդ է որ տվել Աստված օգտագործելու համար ինչև վերջերս դուք իմ ձայնը նույնիսկ լսել եք հեռուստատեսությունով չեք իմացել որ այդ իմ ձայնն է ես ուրիշի ձենով գնացել փողը աշխատել եմ խոսացել եմ գովազդ եմ նկարել դրանով Grand Candy ռեկլամն եմ արել նույնիսկ այդպես բաներ եմ արել Ուտի դու հասկանաս դու ով ես ու այդ ամեն ինչ իրական բանդան Աստծո փառքի համար անես հասկանում ես մարդիկ կան իրենց փառքի համար են անում բայց դու որ Աստծո փառքի համար ես անում չես պատկերացնում ներսդ ինչ է լինում խաղաղությունը այդ երջանկությունը դու այդ ամեն ինչ անում ես Աստծո համար ֆանտաստիկ է դա դրա համար իմացի գնա աղոտ կարա արիստեղ աղոտ կարա իմացի ով ես դու Աստծո ծրագիրը քո կյանքի համար հաստատ ծրագիր ունի ձեռի հետ չես ծնվել դու ու յոլա գնալու համար չես ապրում դու կապ չունի ինչ տարիքում ես նորից ասեցի ամեն